բարի լույս, բարի նոր օր բոլորիս, Աստված բոլորիս իմաստություն և միտք տա, շնորհակալ ենք Տեր քո մեծ սիրո համար, որ սիրում ես մեզ և ներում մեր բոլոր մեղքերը, մեզ տալով քո խաղաղությունը և սերը, շնորհակալ ենք ամեն բացվող առավոտի համար, փառք քեզ, այսպես էլ սկսում եմ ամեն օր իմ օրը սիրելիներս, ամեն բացվող առավոտ, աղոթեք ձեր հոգսերը հանձնեք Աստծուն, ձեր բոլորի ընտանիքներում թող միայն խաղաղությունը տիրի Աստծո և սերը, իսկ հիմա սիրելիներս, միասին կխմենք մեր սուրճը, ես արդեն դրել եմ և միասին, եթե ցանկություն ունեք, նորից եմ ասում, մեր մի գավաթ սենյակային ջուրը, համ սուրճը կխմեմ, այսօր որոշել եմ պատրաստել սպանաղ, շպինատ, սիրելիներս, որդիս գնումներ է կատարել և սիրով ուզում եմ ձեզ ցույց տամ, գնել է սեխ տորպեդո, ձմերուկ, այստեղ գնել է հայկական հացի փուռից մատնաքաշ, բագետի հաց և իհարկե լավաշ, շատ սիրում է լավաշ և միշտ գնում է, եթե բուխտա շուկա է մտնում, գնել է նաև սիրելիներս միս, տղաթոռնիկս տոլմա էր ուզում և միս է գնել, պետք է պատրաստեմ տոլմա, իհարկե կաղամբով չի ուտում, միայն խաղողի տերևով է ուտում, բայց ես կպատրաստեմ երկու տեսակի, համ խաղողի տերևով, համ էլ կաղամբով, ընտիր շատ լավ միս է, փափուկ մասերը կանեմ տոլմա, ոսկորոտ մասերն էլ ապուր բորշ, իմ լավ բարեկամներ, սա էլ է ոսկորոտ միս, մի փոքր փափուկ մսով, ես հիմա կդնեմ այս թասի մեջ, բոլոր գնումները ցույց կտամ, ամուսինս կկտրտի, նոր արդեն կանցնեմ սպանախի մաքրմանը, գնել է սպանաղ, մեր հայկական սպանաղն է, սիրելի հետևորդներ ջան, Հայաստանից է բերված, դնեմ նորից պակետի մեջ, մինչ մաքրելը, հենց որ մաքրեմ, նոր կհանեմ, սիրելի հետևորդներ ջան, դեռ գործ ունեմ, անեմ վերջացնեմ, նոր կանցնեմ արդեն սպանախի մաքրմանը, կմաքրեմ, կլվանամ և այսօր պետք է պատրաստեմ սպանաղ, գնել է նաև հայկական կանաչի համեմ սամե, դե Մաղադանոս էլ մենք ունենք Հողամասում, բանջարանոցում ունենք, հիմա ցույց եմ տալիս, տեսեք, բայց իմ ցանածին չի հասնի, նուրբ է մեր ցանածը, սա հայկական համեմն է, ասեմ, որ շատ ընտիր համեմ է, լրիվ թերթերի մեջ փաթաթած է գալի, ես եմ հանել, երեկոյան էր բերել, հանել եմ դնեմ սառնարանը, դա էլ պետք է մաքրեմ, հասավ արդեն սպանաղ մաքրելուն, կմաքրենք միասին, ասեմ, որ շատ նուրբ, շատ փոքր սպանաղներ են, մաքրում եմ և գնում եմ հիշողությունների գիրկը, մայրիկս շատ ցանում էր վաճառելու համար, ցանում էր նաև քրոջս կիսուր մայրիկը, ասեմ, որ այդ թվերին մեր գյուղացիները կեսից շատ սպանաղ ցանում էին, ուներ իր փոքրիկ ծաղիկի բիզնեսը, բոլոր տեսակի ծաղիկներն ուներ, ծաղիկի ջերմոց ուներ, ցանում էր ծաղիկ, վաճառում էր, բայց ազատ տարածք հողի մի կտոր չէիր գտնի, լրիվ ցանած, բանջարեղեն, կանաչիներ, նաև սպանաղ,
աշնանը ցանում էր մառոլի հետ, գարնանը սկսում էր մառոլը ոնց որ ասած առանձին հանում էր, մեզ մոտ ասում են թաքթքում էր, սածիլ էր անում և վաճառում, սիրելիներս։ Միշտ հիշում եմ ամենադժվար պահերը, մայրիկիս չարչարանքը, աշխատանքը, այն որ միշտ աշխատում էր, միշտ քուն ու դադար չուներ։ Ասեմ, որ սիրելիներս, հիմա այնպեսի մի զգացմունք առաջացավ հուզումնալից, շատ երիտասարդ մահացավ 56 տարեկանում, ցավ եմ ապրում, կներեք, որ շատ վաղ մահացավ, թող Աստված լույսերի մեջ պահի իմ լուսահոգի մայրիկի հոգին։ Շատ տանջալից օրեր, դե գիտեք հողի գործը ինչքան դժվար է, հայրիկիս շուտ եմ կորցրել, 39 տարեկան էր հայրիկս, ես նշանված էի, սիրելիներս, չեմ ուզում տխրեցնեմ ձեզ, ստացվեց այդպես, կներեք։ 5 երեխա էինք, ես նշանված, մեծ եղբայրս ծառայության, այդ ժամանակ սովետական միություն էր, դեռ չէինք անկախացել, այդ 5 երեխայի հոգսերը մայրիկիս ուսերին էր, և այդպես շատ տանջվել է մայրիկս, դրա համար ցավ եմ ապրում, իմ գեղեցկուհի մայրիկը, համեստության տիպար էր մայրս, ինչևէ ուզեցա ասել, որ շատ ցանում էր, մշակում էր, վաճառում էր, տանջվում էր, այսպես, հիմա միասին կմաքրենք, թող օրս հուզումնալից չսկսվի, թող կյանքում ունենանք ուրախ երջանիկ պահեր, բայց միշտ հիշենք մեր անցյալը, հիշենք մեր ծնողներին, բոլորին, մեր մեծերին, թող ովքեր կան իրենց առողջություն, ովքեր երկնքում են իրենց հոգուն հանգստություն, այսպես կմաքրեմ, լավ կլվանամ, սպանախը շատ ավազոտ է, սիրելի հետևորդներ ջան, մեջը շատ ավազի հատիկներ են լինում, պետք է ուշադիր լավ լվանամ, որ մեջը չմնա, հոսող ջրի տակ կլվանամ և կպատրաստեմ, սիրելիներս, չեմ ասում, արդեն 3-րդ օրն է, որ խմում եմ, ինչ նիհարեցի, չգիտեմ ինչ, այլ մի փոքր թեթևություն եմ զգում ջուրը խմելուց, 3 բաժակ խմում եմ առավոտյան, կեսօրին և երեկոյան, ցանկություն ունեք ավելի շատ խմեք, սովորական ջրի տեղը ես որոշել եմ այս սենյակային ջուրը խմեմ, մենք ընտանիքով շատ ենք սիրում սառը ջուր, երեխաները, որ ասեմ մանկուց այդ սառույցը մեջը ջուրը խմել են, փառք Աստծո, դեռ չեն հիվանդացել, ճիշտ է, մեկ-մեկ ջերմություն են ունենում, ինչպես բոլոր երեխաները, բայց չեն հիվանդացել այդպես լուրջ հիվանդությամբ, անձամբ ես շատ ջուր եմ խմում, սառը ջրի փոխարեն կխմեմ սենյակային ջուր, իսկ հիմա իմ լավ բարեկամներ, կադրից դուրս մաքրեմ, որ շատ երկար ձեզ չձանձրացնեմ, նոր արդեն կանցնեմ կանաչիները մաքրելուն, մեկ հատ մանդարին եմ մաքրել, մանդարինից օգտվեմ, նոր կշարունակեմ կանաչիները մաքրելը, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով բերանս մի քիչ թացացնեմ, նոր անցնեմ առաջ, շատ համեղ է, սիրելիներս, նոր քաղած մանդարին է, դեռ կանաչ տերևները մանդարիների վրա կար, ասեմ, որ շատ քաղցր չէ, համեղ է, ջրալի է, ամենակարևորը, կան չէ մանդարիներ գնում ես մի տեսակ
չոր, այսա չէ, շատ համեղ է։ Հիմա մաքրեմ, վերջացնեմ և շարունակեմ իմ գործը։ Սկսեմ մաքրել սամիթը։ Այս վերևի մասերը պետք է մի քիչ կտրեմ, շատ հաստ է։ Մի խոսքով համեմը հավանեցի, դե ես համեմ չեմ ուտում, բայց տեսքից, համ ու հոտից երևում է, սամիթը մի տեսակ այն չէ, այն համը չունի, հիմա կասեք տիկին Մարինե, ամառվա համ ու հոտով կանաչին որտեղից, բայց ասեմ սիրելիներս, միևնույն է, քո ձեռքից ցանածի բույրը համը ուրիշ է, մի քիչ էլ համեմը մաքրեմ մի կապն էլ հետո, որ լրիվ մաքրեմ, չնայած լավ չորացնում եմ, տեղավորում եմ, բայց կապ չունի, սա կվերջանա նոր, մյուս կապը կբացեմ, կեսն էլ սամիթ եմ վերցրել, մաղադանոցն էլ մեր հողամասից քաղել ենք, կլվանամ։ Մաքրելուց հետո նորից սիրուն շարում եմ հերթով, ամեն կանաչին մի կողմը սամիթը, մի կողմը համեմը և մյուս կողմն էլ մեր հողամասից քաղած մաղադանոսը, այդպես էլ հերթով կլվանամ։ Սառը ջրի մեջ թռչում եմ կանաչին, լցնում եմ մի խոսքով ջրի մեջ, մինչ սպանախը կլվանամ, հատիկ, արդեն կանաչին լավ այդ գլխի մասերի ավազը կնստի ջրի հատակին, իսկ հիմա սիրելիներս լավ մանրակրկիտ լվանում եմ սպանախը, մի քանի ջուր։ Այսօր արդեն հասկացանք բոլորս միասին, որ պատրաստելու եմ արագ և սննդարար ուտեստ, պատրաստում եմ սպանախ, նույն ինքը շպինատը։ Սիրելիներս, պետք է լավ լվանանք, որովհետև այնքան ավազ կա այս սպանախի մեջ, մի անգամ էլ են գնել, էլ ասելու չէ։ Հիմա լավ լվանամ, որպեսզի արդեն եփեմ, ասեմ, որ ես ջրով չեմ եփելու, ընթացքը հետևեք, կտեսնեք։ Ճիշտ է, ասում են Հայաստանից է բերված կանաչիների հետ, բայց ես հիշում եմ մեր Հայաստանի այս սպանախը, մայրիկս որ վաճառում էր, ավելի փարթամ թե սա նուրբ է, նոր են քաղել, չգիտեմ, ոնց որ տարբերություն զգամ։ Լավ կլվանամ, կջրքանվի, նոր կպատրաստեմ, հենց ինքը սպանախը շատ ջուր ունի իր մեջ, դրա համար ես ջրով չեմ եփելու։ Լվացի սպանախը դրեցի լավ քանվի, հիմա սկսեմ կանաչին լվանալ, հերթով այսպես համեմի, իսկ սկսեմ, կանաչին էլ պետք է լավ լվանամ։ Մինչև սպանախը պատրաստեմ, կանաչին ջրքանվի, հերթով անում եմ սիրելիներս, հանգիստ իմ գործը անում եմ։ Մայրս միշտ կասեր, որ գործը հանգիստ է սիրում,
որ արագ ես անում, չէ, այնպես չի ստացվում։ Հանգիստ կամանց քեզ համար, Մարինե ջան, ամեն գործի մեջ հանգստություն է սիրում, որովհետև ինքը շատ հանգիստ, համեստ բնավորության տեր անձնավորություն էր իմ լուսահոգի մայրիկը։ Այսօր շատ եմ հիշում մայրիկիս, շատ միշտ եմ հիշում, բայց այսօր չգիտեմ, երևի այդ սպանախից էր, որ գնեց բերեց, ես վերհիշեցի մայրիկի բոլոր տանջված օրերը։ Կներեք սիրելիներս, չի ցանկանա, որ այսպիսի մի տեսակ տխուր հոլովակ ստացվեր, թող տխուր չստացվի, թող Աստված մեր սրտերին հանգստություն տա, միշտ հիշող լինենք մեր ծնողներին, մեր կիսուրներին և մեր մեծերին, Աստված էլ առատորեն օրհնի մեզ և մեր ընտանիքը։ Արդեն սիրելիներս մի քանի անգամ լվացի, կանաչի և սպանախի հոգին հանեցի։ Սպանախները լավ ջրքանված են, հիմա պետք է անեմ 2,5։ Չեմ ուզում ընդհանուր անեմ, մեծ են ընդհանուրի համար, կանեմ 2,5։ Տեսնում եք, տապակի մեջ մի կաթիլ ջուր չեմ դրել, 4 տապակի մեջ կշարեմ 2,5 արած սպանախները։ Սպանախը համ սննդարար է, համ արագ է պատրաստվում, բայց միևնույն ժամանակ շատ ջուր կա իրեն մեջ։ Դրա համար ես ջրով չեմ խաշում, որ վիտամինները ջրի հետ դուրս չգան, հարգելիներս։ Հիմա 2,5 կանեմ և բոլորը կշարեմ տապակի մեջ։ Բոլոր սպանախները տապակի մեջ լավ շարեցի հերմետիկ առանց ջրի։ Հենց տաքանա, ինքը բավականին սպանախները կիջնեն, ջրային մասը շատ է, միանգամից արդեն ոնց որ թուլանան։ Տեսնում եք, արդեն մի հատ կխառնեմ, որտև արդեն համարյա եփված է, բայց աղ չեմ անելու։ Բերանը կծածկե, մի 5 րոպեից արդեն լրիվ պատրաստ կլինի, սիրելի հետևորդներ ջան։ Տեսախցիկը մոտեցնում եմ, որ ձեզ ավելի պարզ լինի։ Արդեն եփվել է, պետք է հանեմ, քամիչի մեջ լցնեմ, որ լավ քամվի, սառի նոր ձվով կպատրաստեմ։ Չնայած ոչ մի կաթիլ ջուր չեմ ավելացրել, տեսեք որքան հեղուկ կա մեջը։ Դրա համար ջրով չեփեցի, ինքն իրեն իր հեղուկով եփվեց։ Գույնն էլ կանաչ։ Սպանախը շատ նուրբ կանաչի է, երկար չենք եփում, ամենաերկարը 7-ից 10 րոպե է տևում եփման պրոցեսը։ Արդեն լավ քամվել է սպանախը, հալած յուղով եմ պատրաստում։
յուղն էլ տապակի մեջ արդեն տաքացել է։ Հերթով կշարեմ սպանախները, որ հերթով տաքանա, որովհետև շատ սառն է։ Տեսնում եք, ոչ մի գրամ կաթիլ ջուր չկա, լավ ցամաքած է։ Խառնում եմ, հիմա կավելացնեմ աղը, ոչ լղկվեց, ոչ գույնը փոխեց, մի քիչ էլ աղ ձվի վրա կլցնեմ, նորից շուռ կտամ, նոր արդեն ձուն կծփեմ, կլցնեմ վրան։ Երեք հատ ձու եմ վերցրել, հիմա լավ կծփեմ, կլցնեմ կանանչի վրա, շատ ձվով չենք սիրում, որ ձուն շատ է լինում կանանչի վրա, դրա համար 3 հատ եմ վերցրել, հիմա հավասարաչափ կլցնեմ, կծածկեմ մինչ եփելը։ Պատրաստ է համեղ սպանախը, տեսնում եք ձուն, շատ լավ, արդեն պատրաստ է, անջատեցի, սիրելի հետևորդներ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի հաճելի դիտում, անցնենք մյուս գործողություններին, թե ինչ եմ անելու։ Վերջացրեցի սիրելիներս, տապակեցի սպանախը, հիմա լվանում եմ միսը, միսն է լավ լվանամ հոսող ջրի տակ, միշտ հարցնում եք իմ լավ բարեկամներ, տիկին Մարինե, ծորակի ջրով ճաշ, թեյ պատրաստում եք, ոչ, գնված ջրով ենք ճաշ եփում, թեյ պատրաստում, սուրճ խմում գնված ջրով, իսկ այս ծորակի ջուրը օգտագործում ենք լվացք, ամանեղեն, կանանչի, մի խոսքով այսպիսի գործերին, հիմա լավ լվանամ համ ոսկորոտ միսը, համ էլ փափուկ միսը, հետո կթողնեմ ջրքանվի, նոր փափուկ միսը պետք է տոլմա պատրաստեմ, առանձին կդնեմ, իսկ ոսկորոտ միսը կանեմ պակետների մեջ և կդնեմ սառցախցիկը, ահա, արդեն տոլմայի միսը առանձնացրել եմ, հիմա ոսկորոտ միսը կդնեմ պակետների մեջ, 2 պակետ կանեմ ընդամենը, հավասար այսպես, ամեն պակետի մեջ երեխաների համար փափուկ միս էլ կդնեմ, չնայած չեն ուտում, բերանը կկապեմ, կհարթեցնեմ, դնեմ մառազելկան, սիրելիներս կանանչին էլ ջրքանվել է, դրել եմ խոհանոցային սրբիչի վրա, հիմա այսպես փաթաթում եմ, դնեմ այս պլաստմասայի ամանի մեջ, սա իմ կանանչի ամանն է, այսքանը սիրելիներս սիրով պատրաստեցի, սիրով ցույց տվեցի, ձեզ բարի դիտում, մեզ բարի ախորժակ։